չեն լուծվում, շարունակում է ռուսական շուկան փակ մնալ մեր բազում ապրանքների դիմաց, արչև խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ճիշտն ասած, հա սպասում ենք մի լավ բան խոսանք, տենց էլ չի լինում։ Բայց անկախ ամեն ինչից պիտի ասվի, պիտի իրազեկվենք։ Չեմ ասում նրանց, չգիտեմ ինչ ձևով կասենք, բայց եղած նրանց մոտիկ ահագին շատ տխուր է գյուղացու վիճակը։ Ասենք պատահականության բերումով այս տարի ասենք մի քիչ ծիրանի խնդիր քիչ կար, որովհետև դե բանը ամեն դեպքում այդ գյուղի այդ ծիրան ծախողներն էլ են, չէ՞ մի քիչ նենց բան։ Նրանք էլ են հայեր, մեր այսօրվա հայերից, որ տենում ենք, են 30% հայերից նրանց մեջ էլ կան լիքը, չնայած են ձմերուկ ծախողներից էլ կան, այդ ծիրանը տենց էլ 700 դրամից չեժանացավ, ես ինչ ֆոկուս էր, համ չկար, համ չտարան, համ էլ տենց թանկ, այդ մեր հայերի ասենք այդ ֆոկուսներից է, այդ հասկացանք, հիմա աստեղ մի հատ խնդիր եղավ, որ ասենք ծիրանը հերնելանից, այդ ծիրանն էսա կպրծի, բայց ընդե լիքը ապրանքներ, ձկնարդյունաբերություն կա ընդեղ, կատնարդյունաբերություն կա, գյուղատնտեսական մյուս ծաղիկների, մյուս գյուղատնտեսական ապրանքների առք ու վաճառք կա, այդ թվում նաև ծաղիկների, ու այդ ամեն ինչը պիտի գնար Ռուսաստան, բնականաբար Ռուսաստանը այս ընտրություններից հետո չճանաչելով ընտրությունները չզանգեց, չշնորհավորեց մեր Հայաստանի ընտրական այս ամեն ինչը չշնորհավորվեց Ռուսաստանի կողմից ու այդպես էլ ահագին ապրանքների վրա էմբարգո բառը ոնց է հայերեն, տենց արգելանք դրեցին, շատ վատ էր, մի ահագին ժամանակ բա Եվրոպան ընդունում դες դեն Եվրոպան բացեց դռները, Եվրոպա չբացի, ժողովուրդ ջան, Հնդկաստանը բացի դռներն ու խնդրի, Չինաստանը, միջև տանեք սեղան ճարեք, դախլա ճարեք, չգիտեմ, ասենք, ընդեղ խանութ ճարեք, պարտնյոր ճարեք, ընկեր ճարեք, խանութ ճարեք, արդեն ծիրանն էլ կփչանա, ծաղիկն էլ կփչանա, լրիվ կփչանա։ Ես ինչեր եք մտածում, ինչ Եվրոպա ախր ինչ Եվրոպա, հասկացանք, Եվրոպան եք սիրեմ, չգիտեմ, որոշ ադատների համար, որոշ մարդիկ Եվրոպան են սիրում, այդ իրանց գործն է, բայց բաներ կա ռեալ աչքերով նայեք, եկել եք դուք, ասենք, խոսքի Ուկրաինայի հետ եք համեմատում, ասենք, 60%-ով է, ինչքան է, չգիտեմ, Եվրոպայի տարբեր պետություններով շրջապատված, Ռուսաստանի հետ են մնացածը կռվում, բերում եք բանի Ուկրաինային եք բանանում, օրինականում, ախր դուք հլա իրանց ժողովները, բանը մի հատ թարգման եք, տեսեք, մարդիկ ասում են, մենք ոնց վերցնենք Հայաստանին մեր հովանու ներքո, որ գոնե մի շատ չնչին մաս չկա այնտեղ, ասենք, սահմանային գոտի չունենք, ու այդ սահմանային գոտի չունենալով հանդերձ միջև մի քանի պետություն անցնեք ու հասնեք Եվրոպա, որ ձեր ծաղիկը ծախեք, կամ ասենք ձեր վարունգը, կամ ասենք, չգիտեմ, բադրջանը, ինչա բռնեք ծախեք, դրանց հետ ուրիշ բան կլի, ժողովուրդ ջան, մտածեցեք ինչ եք անում, գալիս է դառնում է մեկը կա է մի հատ քավթար բիձակը, ինչ անունը չգիտեմ էլ են, որ ասում է թուրքի շունն ենք լավական Ռուսաստանի հետ նորմալ բարեդրացիական հարաբերություններ ունենանք, արե թուրքի շունն եք ընտրում հմ, ապա համոտ չարա Հայաստանի պետությանը, հայն ամոտ չի արա, խիս սենց ոնց կարալի ասենք այս 800 տարի տուժած լինելով Թուրքիայից Ես նաև ես Թազադրբեջան կոչված ես մի 100 տարեկան ես պետությունից նաև այդքան մեծ տուժված լինելով հանդերձ նորից եկել եք գրկախառնվում եք, հասկացանք, նորից ասել եմ մի անգամ եմ ասում, եթե ամեն ինչ լավ լինի,
մեր նախքին լիներ, մեր նախքին սահմաններով մի քանի տարի առաջվա Արցախով, այո, նրանց ջանդամ, թե նրանց էլ ինչ-որ մասեր հետ կտային, ես կանեին, են կանեին բարիշելու համար։ Հասկացանք այդ ամեն ինչը լինելու դեպքում, առաջինը ես կողջունեի, որ ասենք թուրքերի հետ հարևանական կապեր ստեղծենք։ Թուրքերի հետ նորից եմ ասեմ հարևանական, բարի դրացիական, չեմ ասում բարեկամական, որտեղ դա չի լինի։ Հարևանական, բարի դրացիական, այսինքն սենց էլի յոլատանելով աշխատենք, ապրենք, իրանք մեր հողով գնանքան, մեր պետական ծառայողի ստուգումով հանդերձ ստուգվեն, անցնեն, գնան, գան, իրանց Նախիջևանն են ուզում մեր, տեսեք չեմ ասում մեր Նախիջևանը, էդ էլ է դա ուրիշ թեմա է, բայց իրանց Նախիջևանն են ուզում, Թուրքիան են ուզում, ուր են ուզում, գնան, գան, ապրեն, անեն, արարեն, մենք էլ Բաքվով անցնենք, ինչ է եղել, գնանք, ասենք, չգիտեմ, այնտեղ Ղազախով եմ, ես Շամշադնեցի տղա եմ, Տավուշեցի տղա եմ ես, անցնեմ Ղազախով գնամ գամ, Թովուս կայարանով գնամ գամ, ինչ է եղել, առևտուր անենք, արել եմ, ես երեխա տղա եմ եղել, արել եմ, ձեզ նաև մի ուրիշ բան ասեմ, երդվեմ ամեն ինչով, չեմ հիշում 92-93 թվականին, Չերես Սադախլո, պարտք փող են ուղարկել թուրքերը, 87-8 թվերի, որ մեր հետ գնալ գալու են եղել, պարտք փող ուղարկել են, ասել են մենք ամոթով կմնանք այդ տղու միտեղ Ռուսաստան կամ միտեղ նայենք, բերել է չեմ հիշում ինչ-որ ծանոթի միջոցով ընդեկան մեր շամշադինցիները Սադախլու առևտուր, չեմ էլ հիշում, այսինքն ստեղնեց ինչ-որ մի բան չկա, բայց դրան պետք է հասնենք, այդ իրավունքը պետք է ունենանք, այդ իրավունքը պետք է նվաճենք, բայց մեջքերներս կոտրած, գլուխներս կախ, այսուր եք մեզ տանեմ, այն փնթի բաներ կանը տերանք, քաղաքական լայքեր դնողներ, բանի բանակների մասնակիցներ, ֆեյքային բանակների մասնակիցներ, մի տարեք է ժողովրդին, ձեր այդ պապանները նրանց փողեր մողեր են տալի բան այդ ֆեյքեր, մեկեր ախր ատեն չի, ես որ ես կամպյուտերին չգիտեմ խի մի քիչ շատ եմ նայում ես վերջերս, հա, տենում եմ որ ես ֆեյքային այս ամեն ինչը ահավորա մի քիչ կանգ առեք, ժողովուրդ դուք էլ ուշադիր նայեք, այս ֆեյքային այս ամեն ինչը մեզ լավ բանի չի տանում, այդ ձեզ զգուշացնում եմ, ձեզ դրած ֆեյք բանը, լայքը, ջղայնը, սրտիկը, չգիտեմ այդ ամեն ինչը ստուգ եք լմյատ տեսեք ով է գալի, անում են, տեսեք ով է գալի, ինչ է գալի, ինչ են անում, ինչ են ասում, թե չէ այտենց ոնց է լինում։ Մենք երեք տեսանք, որ իմ տիկինը խոսում էր, որ երբ ինքը սկսել է խոսել տարական բռնությունների մասին, անհարկոկանի մասին է խոսքը, իր ասեին արդեն սպառնալիքներ են հնչեցնում, և սրան միանգամից դատախազությունը ընթացք տվեց, բայց այս իրականության մեջ մենք տեսել ենք ինչպես են եռաբլուրից ոտքու ձեռք արած սևազգեստ մայրերին քարշ տալիս, տեսել եք ինչպես են կանանց վանդում, հիմա Արեգնաս Մանուկյանը սարսափելի պայմաններում կալանավորված է, տեսել եք ինչպես է քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բղավում հայ կնոջ վրա, մետրոյում բղավում ազատամարտիկի դստեր վրա իր աչքաբաց որդու կողքին, խնդրեմ։ Դե ամեն ինչը տեսել ենք, ես ոչ թե ավելորդ եմ համարում մի անգամ եւս կրկնեմ, արդեն ժողովուրդը այդ անգիր գիտե այդ ամեն ինչը, ես ուղղակի այդ ընտանեկան բռնությունը չհասկացա, Աննան ու Նիկոլը հիմա նորից միացել են, թե չէին էլ բաժանվել հենց այտենց ասում էին, թե միացել են մարդը կարող է հիմա ուզեցել է կնգածոցին քնի այդ ինչ արել, որ այտենց բռնություն է համարում, թե ուրիշն է, ասենք ինչ որ լկտի, չգիտեմ, տենց է դառնում լկտիաբար, ասենք ինչ որ մոտեցում ցուցաբերել, թե ինչ են արել, ես այս երկու օր գրած եմ իջելով չեմ կարող դրա իմաստը հասկանամ, եթե մտնեք այդ բաների տակ երկու բառ եմ գրել, ինչ ախի պսակվել են, խի դա Նիկոլն է իրան դու, այդ բառերը գրում եմ, չեմ հասկանում,
Աննա Հակոբյանը, ասենք, իրան արդեն ճանաչելով, որ ինչ կերպ արա, այդ ոնց եղավ, որ ընտանեկան բռնության ենթարկվեց։ Թե ասենք ուրիշի փոխարեն է դա ասում, ես դա չեմ կարողանում հասկանամ։ Անկեղծ ասեմ, ես դա չեմ կարողանում հասկանամ, դա այդ ինչ դիվային գործունեության սկիզբա դա չեմ կարողանում հասկանամ։ Ինչ ասենք, իրանց տանը կարող է մորել ամուսինը, չգիտեմ, կոպիտ խոսա, կոպիտ ձեռը գցի կամ մի բան, մարդ ես, ամեն ինչ էլ կլի, բայց դա դառնա ժողովրդի բեռնի ծամուն քիչի դատախազության վրա, այտենց ինչ որ հայտարարություն տալացվի, չեմ կարողանում հասկանամ, իրոք չեմ կարողանում հասկանամ դրա տակ ինչ կա, որտեղ հասկանալու չի, ասենք, ես էլ պսակված մարդ եմ, լիքընկերներ, բարեկամներ, հարազատներ ունենք, այսինքն այդ որն է ընտանեկան բռնություն, հասկացողությունը, որն է դա, այսինքն Ինչի խոսում ես բռնությունների մասին, ինչու մի անգամ չբարձրացնես, որ այսօր Արեգնաս Մանուկյանը զրկված է իր անչափահաս երեխայի տեսնելու հնարավորությունից, Գոհար Հումաշյանին տարում էին կալանքի և իր նոր ծնված երեխային զրկում մոր կաթից։ Ես ասացի, որ ժողովուրդը արդեն լրիվ գիտի, դրանք չեմ ասում, մի հատ էլ դուք հիշացրիք Մարիամ ջան, այդ լրիվ ասում եմ, դա լրիվ մեր աչքի առաջ է եղել, մանավանդ այս վերջի 4-5 ամսում, այն հլային, որ են զոհվածների ծնողներին գլխից բռնում էին, քաշ էին տալեց աշճանների բանի վրա, եռաբլուրում բան, այդ դեպքերին հլա ականատեսը շատ ենք եղել, անձամբ ես ականատես շատ եմ եղել, թե կառավարության շենքի դիմաց նռնակների, պայթյունների անմիջապես հենց կիզակետում եմ եղել, 15 րոպե Թևանյանին ես եմ գրկած միլիցեքի մեջ մենակ, ես ծանոթ չեմ, ճանաչ չեմ այդ մարդուն, իրար բարևատ չկանք, ուղղակի պահիտակ տեսա ուզում են տանեն, 15 րոպե ես եմ գրկած, պահել ես միլիցեքը, հոպարջան խնդրում ենք դու կողքի ասի չէ, իրան ու ես ամեն ինչ, բանում ես եմ եղել հենց առաջի գծում, դուք ասեք, ազգային ժողովի մոտ, որ գրանատները գցեցին, այդ մինիստրները բանը եկան, ոնց եք Չիլինգարյան բան, ջիգարով, միգարով դեսդեն, մեկ էլ մի կես ժամ հետո տեսանք այս ժողովուրդի նաև իմ ոռնոց, ծվոց, ճչոց, մեկի ձեռը, մեկի մատը, մեկի ոտը, այդ ամեն ինչը տեսել ենք, բայց դա կոնկրետ ընտանեկան բռնություն հետ կապված է, ինչ կապ ունի, ես դա չեմ, ես ընդեղատանում, թե հասկացանք իր ամուսինը սպառնալիքներ հնչեցրեց կանանց հասցեին, դա հասկացանք։ Հասկացանք, հիմա նա թող բռնություն կանանց հանդեպ ասի, բայց ընտանեկան բռնությունն է։ Բայց այդ եմ ուզում իմանամ, այդ ընտանեկան բառի փոխարեն ինքը կարեր ունեց բան ասի, ուրեմն սա իրանց ընտանիքում ինչ-որ ես տենց եմ ուղղակի հասկանում, Մարիամ ջան, իրենց ընտանիքում կարող է մի հատ բռնության ինչ-որ մի բան ա եղել, որ այս կինը ասում է, ես չեմ կարում դա հասկանամ, ինչ մնաց մեր կանանց դեմ բռնությունները, ահա որ է։ Դե մենք այնտեղ կիսատ մնացինք, ԵԱՏՄ-ն ինչ է, ԵԱՏՄ հիմնականում Ռուսաստանն ան դե ասում, ով իրար հետ լավ են, ով լավ չեն, հիմա եթե Հայաստանից կախված ԵԱՏՄ-ի լավ ըլել կամ չլելը, դե ես տենց չեմ բանանում, ես եթե արդեն հասնի դրան, ստեղ ուրեմն Հայաստանի հետ կապված շատ լուրջ ծրագիր կա, եթե ԵԱՏՄ-ն պիտի ինչ-որ տուժի Հայաստանի հետ կապված, որովհետև ստեղ չմոռանանք, որ ձորի են կողմը ՆԱՏՕ-ն է, ձորի ես կողմը չերես մեզ ՆԱՏՕ-ի աղբերն է,
Ադրբեջանը Թուրքիայի աղբերն է, այս արանքը մեզ ընդամենը ոտի տակ, մեր վրա չեն էլ կրակ, իրանց ասած այդ ավտոբուսներով, ջանջիգերներով ոտի տակ կտան 50-60 միլիոն ընդ է, 10 միլիոն ստե, 1,5 միլիոն 2 միլիոն ստե, ոտի տակ կտան կանցնեն։ Սա պիտի զգուշ լինեն, ես զգուշացնում եմ, չգիտեմ, ես զգուշացնում եմ, որ կառավարություն, խնդրում եմ, չասենք, ռսասեր, եվրոպասեր, բաներ չասենք, խնդրում եմ վերանայեք ձեր դիրքորոշումը ամեն ինչի հանդեպ, Պարսկաստան եք կորցնում ընդեղ, որ ձեր, չգիտեմ, ահագին վախտվանգերն է, բարեկամն է, Ռուսաստանը չեմ ասում, որ եթե Հայաստան ստեղծվեց կոմունիստների, ասենք Ռուսաստանն է եղել ասողը, հարց չկա, կոմունիստների շնորհիվ Հայաստան ունեցանք, իսկ այդ ամեն ինչը սենց զարգանալը մեր կողքի, հայեր ջան, մեր, ձեր, սենց ոնց ասեմ, կողքի, մեր վրա աչք ունեցող, մեզ հակառակ կրոնի մարդկանց աչքին երբեք դուր չի եկել ու դուր չի գալի, որտեղ մենք հերոսական սխրանքներ ունեցող ազգ ենք, հերոսական անցյալով, այդ ամեն ինչը իր տեղը կարող է մեր մեջ 3 տարի հետո 2 ընենց մարդ առաջ գա, որ աշխարհին կարողանա իր զենքով իր ամեն ինչով տիրի, դրա համար ուզում են Հայաստանը եվրեյների գլխավորությամբ այն օրը գցեն, որ այդ 2 մարդը եթե ծնվի էլ կամ չգիտեմ Հնդկաստան ծնվի կամ Չինաստան կամ Ամերիկա կամ չգիտեմ որտեղ, դրա համար չեն ուզում, որ հայ ազգը շնչի, այս իմ կարծիքն է, դուք էլ ոնց ուզում եք մտածեցեք։ Եվ վերջին հարց ամբողջ երկրում վխտում է հանցագործությունը, աճ ու ձախ կրակոցներ, սպանություններ, երկու առաջը ծեծի արժանացավ Կոնջորյանի եղբայրը մինչև ինքը հայոյանքներ էր հնչեցնում, խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը։ Ուրեմն Մարիամ ջան, ասեմ, էսի մի քիչ լրիվ աբսուրդային բաներ, այսինքն ոնց կարա մարդ 5, 10, 15, չգիտեմ դե քանի օր, հայհոյելով, որ մեկի տան դեմով գնա գա, ու այդ հարցը առաջ 2-3 օրվա մեջ չլուծվեր։ Ու մեկ էլ այդ մարդը շարունակի, դե չգիտեմ, մեկն ասում է կինոյի կադրեր ա, մեկն ինչ ես չեմ հասկանում, մեկ էլ պարեկները տանեն, ասենք Կոնջորյանը ով է, որ պարեկների մի քանի ավտո նրա աղբորը ուղեկցեն։ Հլա եկեք իտո գանենք էլի, իրենց ասած նախադասությունները վեր հիշելով 10-15 տարի առաջ, որ 20 տարի առաջ այս նախադասություններն էին ասեմ, պատավատապետությունա դեսա դենեց բարերը, Կոնջորյանի աղբերն ով է, ասենք Կոնջորյանի աղբոր հղի կնիկը չի, որ սկորիով բանով մի հատ ոստիկան էլ դեմը չգիտեմ, որ տա յուրաքանչյուր ասենք հայի կարան այդ ձևով արագ 2 րոպե տեղ հասցնելու համար, ասենք տոնեն տեղ հասցնեն, Կոնջորյանի աղբերն ով է, որ ոստիկանական մեքենայով տանեն տուն բերեն, հլա հասկանում ենք այսուր ենք ասել։ Ինչ արժանիքների համար, Կոնջորյանի արժանիքների համար, Կոնջորյանի աղբոր, ընդեղ թվեր են ասում ով է յուրացրել, ինչքան է յուրացրել, նախ լա մտածենք խի է յուրացրել, նախ մտածենք թե խի է ընդեղն է թվերի մեջ, երկրորդը մտածենք թե խի է յուրացրել, ու նոր արդեն սկսենք ես մնացածը վեբդանել, այս ինչեր է կատարվում, արա այս երկրում, զինվորական օրական մի հատ, հիմա նայեք, ճիշտ է, ամեն ինչ վերևից է գալի, բայց էր ցավը տանեմ, զինվորականը վերջին հաշտով երթում է տվել, իրա չհաստում չի կարում իրա հարցերը լուծել, հասկացանք վերևը, հասկացանք, լրիվ հասկացանք, զինվորականի վերևն էլ կառավարությունն է, էլ հասկացանք, ընդեղ նույնը, կրակոցներ, սպանություններ, ծեծուջարդեր, ռազբուրկեք, սպրոսներ, ովշեմ, գալիս է այս փողոցներում լիքը ինչքան ասես, ես ինչ ենք անում, ես ուր ենք գնում, ինչի համար, թե ասենք են արհապախի պահնա, թքած ամեն ինչի վրա, բարձի թողի վիճակա, ով ինչ ուզի, ով ինչքան ուզի, ինչքան կարա մի ձևով մի բան տանի,
բրցնի գնա մենք էլ այս երկիրը սա թալիսման երկիր է, սա այն երկիրը չի որ ասենք գանստե ապրեն իրանց կայֆեր մայֆերով դեսով դանով ու թողին գնան ախր այս երկիրը սա հազարամյակների երկիր է հասկացանք են մի քիչ ասում են ստե մի ուրիշ էներգետիկ դաշտ դες դեն դա տեն չի ուղղակի երկրին մոտիկա ստե մեր ամեն ինչը մի քիչ ավելի մի ուրիշ ձև է դա մի ուրիշ աշխարհ է բայց սա Հայաստանն է լա տեսեք որտեղից է գալի հլա տեսեք ինչերի միջով անցած պետություններ ու պատահականորեն եկած 1920-ականներին ասենց հզորացած եկած այս շինարարությունները, այս պաշտպանական այս ամեն ինչը, այս սիստեմը լրիվ ունենալով հանդերձ եկել ենք, այս ինչ եք անում հետո ես մի անգամ ասել եմ շատ շուտ չգիտեմ ստեից եմ ասել որտեղից եմ ասել ուրեմն մարդուն պաշտոն տալուց առաջ պաշտոն են տալու այդ մարդուն կին կլի տղամարդ այդ մարդը գնում եք վերցնում եք հասարակ բան եմ ասում ձեզ 7-րդ դասարան 8-րդ դասարան 9-րդ դասարան 10-րդ դասարան այն վաղ չկար ասինքն այս վերջեր կա ոչ եմ 11 դասարան բան գնում եք ինստիտուտա սովել մի հատ ինստիտուտում մի հատ թաղում արա հլա տեսեք էդի տղա է ալել աղջիկն էլ կարա էլի պաշտոնոտ ձև բռնի հարց չկա Մատլա տեսեք այդ տղա ալել թե տղամարդ ու շալվար հակը սենց վերջ էլի հասկացակ ինչ եմ ուզում ասեմ մեկ տղեք էլի դրեք էլի մեկը դուք եք դնում արա մի հատ փորձեք այդ կլաուզնիկներին այդ շանտաժորներին ախր ոչ կլաուզնիկը երկար կյանք ունի ոչ շանտաժորը երկար կյանք ունի Էդի մասած մարդիկ ոչ արդյունաբերությունից գիտեն մի հատ աշխատողներ դրեք մի հատ արեք մի հատ ստեղծեք մի հատ արարեք այս երկիրը երկիր սարքենք Աստված չանի մի բան էլի ասենք հա բա ինչ է բամի մեր կառավարության կողքին կանգնենք հիմա ուզում ենք երկիր սարքենք կողքից վրա են տալի բայց այս պարագայում էլ ինչ արդեն Ես որ հիվանդ եմ գժվում եմ ամեն գիշեր հեռախոսս չեմ անջատում ասում վայ մի խաբարելի որ առաջիններից մեկը ես գնամ չգիտեմ էլ ես քավթարալից գնամ պետք է ինչ անեմ բայց գնամ ընդ վերջել մի բան անենք բայց դե արդեն էլ այդ չի այդ ամեն ինչը մի քիչ եկեք մտածելով անենք այս երկիրը կկորցնենք նորից եմ ասում չենք կարա էլ ճարենք Եթե 700 տարի մեկ պետականություն չենք ունեցել, սա աստծո կամոք մեկ եւ երկրորդ ասենք չգիտեմ ես այն վախտված զինատեսակների բանի չգիտեմ այդ ամեն ինչով բանով եկավ հասավ այն 15 թվականները այդտեղ էլ կոտորեցին այդքանին կոտորեցին հանեցին այդ Հայաստան կոչված այդ մեծ տիրությունը վերացրին Կոմունիստները մի կտոր ճարեցին սենց կպծրին դες դեն տվին մեզ տվին եղանք Հայաստան տեսան որ այս կարճ ժամանակահատվածի ամենահզոր պետությունը դառնանք մենք հիմա էլ կողքերից վրա են տալի որ այս պետությունը կորցնենք այս մեր մի փոքր մնացած պետությունը կորցնենք խնդրում եմ թե ղեկավարությունը դուք եք թե մնալու եք չեք մնալու եք չգիտեմ Եթե դուք արդեն գիտեք, եկել են բան են անում, ես մի բան եմ, բայց Նիկոլը մալադեց մի գործում, ես ասեմ, բան են անելու, հա, ազգային ժողովում միշտ կաթողիկոսնա, չէ, դրել բանը արել, օրհնելա, չէ, այ ես մի բանում Նիկոլը ճիշտ անում, որ բերում է տիրադավներին, որ տենց կարդացել եմ, էլի, Երանի տենց չելի, բայց ես էլ է, այսստեղ ճիշտ անում, որ վաղը մյուս օրն ասի, դե գիտեք իշկա տղեկ ջան, դե բաներ էլի, դե 20%-ով, 25%-ով ընտրված բաներ ես, ինչա, ազգային ժողով էր, դե պետք է տեր թադեն կարել, համոթեր ստի խոսքի ասենք, գար բանը, գարեգինը գարել, ես 25%-անոց ես մասը։ Այդ դրա համար այդ մի բանը մի քիչ ես չեմ կարում դա շատ քննադատեմ, բայց ցավալի է որ դա այդպես է